Բարի երեկո ձեզ, ժողովուրդ ջան, ասել էի չէ, որ պետք է Բարդուին պատրաստի պերաշկի։ Հիմա այս պահին պատրաստում է այդ խմորը։ Մի փոքր աղ, ձետ, մածուն, ինչքան ես 3 բաժակել մածուն, երկուս, սա էլ 3 բաժակը։ Ամենավերջում էլ լցնում է սոդա, 1 թեյի կթալ էլ սոդա։ Դե հարգելիներս, ալյուրն էլ այնքան պետք է լցնի, որ ստացվի պինդ խմոր, իհարկե ոչ պինդ խմոր, դե որ ընդհանուր խմորը հավաքվի։ Ժողովուրդ ջան, տեսեք, ինչ ձևի խմոր է ստացվում։ Հիմա հունցելուց հետո կբաժանի գնդերի, կթողի գնդերն էլ մի փոքր կհանգստանա ու արդեն կշարունակի իր գործը։ Հարգելի հետևորդներ ջան, նայեք, էս էլ Էլենիս խաղալիքներն է, Միլեն ասայի չել նկողից բերել է։ Շատ փոքր էր Էլենը, շատ փոքր, որ այս խաղալիքները համ մենք են գնե, համ նվերաստացե ու մի քանի տեսակ է էսպես։ Միլենան բերել է, սիրում շարել է այստեղ խաղում է։ Եսի որդից ես ճարը բերի, այ Միլենա ջան։ Բայց ընդեղ էլի կա, հա, Միլեն։ Բերել է սիրուն առանձին բոլորը, հատիկ լվացել է, ասմա տատի ցույց տու։ Բա, հիշում եմ, Էլենը սիրուն խաղում էր այս բաժակերով, փոքր էր, ինձ էլ սուրճ էր հյուրասիրում։ Էլեն, հիշում ես, թե չէ։ Բա, Միլենա ջան, հիշողություն արթնացրեցիր մեջս։
Դուրը ծածկի Միլեն։ Հիմա դու աշխատելու ես ալյուրով, հա? Ես ձեթ եմ օգտագործում։ Ձեթով եմ անում։ Ես գիտեմ փոքր գնդեր ես անում, թողնես Վարդուհի։ Ես գնդեր ենք անում, կրտնակով բաց ենք։ Կարտոֆիլը դե նախապես արդեն Վարդուհին խաշել էր, հիմա էլ կարագով տրորում ա, սև պղպեղ, կարմիր պղպեղ և թարմ համեմ։ Սոխարած չենք անում, ժողովուրդ ջան, որովհետև դե դուք գիտեք արդեն։ Հիմա ինչ ես անում, Վարդուհի ջան, կրտնակում ես, հա։ Նայեք, ժողովուրդ ջան, ուրեմն կրտնակումը ինքը ես մտածում էի փոքրիկ գնդեր պիտի անի, բայց չէ, կրտնակումը հետո էսպես փոքր ամանով կտրում ա, նոր միջուկը լցնում ա մեջ։ Հիմա քեզի սինի տամ, հա։ Հա, սինիներ տուն, որ ձև եմ լցնեմ մեջը։ Ես ձեթ կլցնեմ, թե դու կլցնես, թե հլը պետք չի շուտ է, լավ, դու տանես։ Տարածքը մեծ չի։ Մեծ բաց է։
Ժողովուրդ ջան, ես էլ ձեզ նման լուր հետևում եմ։ Նայեք, ինչքան փոքր է, խմորը բացած, բայց որ ձեռքով, տեսեք, տպտպացնում է, այդպես ասած, ավելի է մեծանում։ Ու շատ փափուկ պերաշկիներ է ստացվում։ Հիմա այսպես պետք է բոլորը անես, հա, հետո նոր, հա։ Միասին կանեմ, հետո շուտ կթողնեմ։ Կարը պիտի լավ փակես։ Կարը, հիմնականը կարը։ Շուտ է թխվում։ Դե որ արդեն պատրաստ է, մենակ պետք է թխես, հանես։ Հիմա ես գնամ նորից սինի բերեմ քեզի։ Սիդիր։ Շուտ վերջացնենք, մի հատ կոֆե խմենք։ Էս ինչ է, Միլենա ջան։ Այս դասը մենք պետքա վառ սահուն կարդանք, որ մեր դասղեկը պետքա կարդալու մրցույթ անի, մի քանի օգու դասանից ընտրի ու տանի, որ մրցույթների մասնակցենք։ Դե լավ, հələ մի հատ կարդացել ես, թե նոր ես կարդում։ Առաջինը։ Դե հələ կարդա տենա։ Մարսյան բզեզները։
Որքան շատ են մայիսյան բզեզներն այս տարի։ Սկսվել են նրանց խմբերով թռիչքները։ Մենք հրճվում ենք, երբ հաջողվում է ծառից ծառ թռչող այդ միջատներից մեկին բռնել։ Պապը մռայլված նայում է մեր ուրախությանը։ Նա շատ մտահոգ, ինչ որ բան է քրթմնջում։ Ինչու ես մտահոգ, պապիկ, զարմացանք մենք։ Հիմարիկներ, լավ չի, որ այդքան բզեզներ կան այս տարի։ Ինչու, պապիկ, երեխեք ջան, հայտնի է, որ այն տարիներին, երբ մեծ քանակությամբ մայիսյան բզեզներ էին հայտնվում, ամառը չորային է լինում, անձևներ չեն գալիս։ Ինչ ճիշտ էր գուշակել պապը։ Այդ ամառ բոլորս էլ շատ տանջվեցինք։ Դա Միլենա ջան, ընդհատեմ քեզի, նոր ես չէ կարդում, հələ չես կարդացել։ Դե բայց ունես շատ կարդալու բալես, վարժ կարողանաս կարդաս, վարժ։ Դե հիմա դու կարդա, դու գնան դե հյուրասենյակում կարդա, որ դու մեզ չխանգարես, մենք էլ քեզ չխանգարենք, դե գնա արևս։ Ուզում ես ձեթ ավելացրա, ես հիմարիկներ, լավ չի, որ այդքան բզեզներ կան այս տարի։ Ինչու, պապիկ, Ես էլ ուզում օգնեմ մայրիկին հայտնի է, որ այն տարիներին, երբ մեծ քանակությամբ մայիսյան բզեզներ էին հայտնվում, ամառը չորային է լինում, անձևներ չեն գալի։ Ինչ ճիշտ էր գուշակել պապը։ Այդ ամառ բոլորս էլ շատ տանջվեցինք, շոգից։ Ոչ մի կաթիլ անձև չեկավ, որ թռչեր ծարավից չորացած բույսերը։ Լավ էր մամ։ Բայց Միլեն ջան, հիմա ես չեմ կարող որքան շատ են այս, որքան շատ են։ կարի տեղից են դնում, որ չփոխի։ հակառակ կողմը, հա, կարի Կարի կողմը, առաջինը կարի կողմը։ Խմբերով թռիչքները։ Երբ հաջողվում է ծառից ծառ թռչող, այս բզեզներ կան այս տարի։ Երեխաներ ջան, հայտնի է, որ այն տարիներին, երբ ճիշտ է գուշակել պապը, այդ ամառ շոգից ոչ մի կաթիլ անձև չեկավ, որ թռչեր ծարավից չորացած բույսերը։ ապրիմ աղջիկը, դե նորից կարդա։ Որքան շատ են մայիսյան բզեզներն այս տարի։ Սկսվել են նրանց խմբերով թռիչքները։ Հիմա հարցնենք Արամիկին, դենանք հլա Արամիկը դասերը սովորել է։ Արդյոք սովորել է, թե չէ։ Սովորել։ Թե սովորեն։ Հա, ճիշտ է, այնտեղ են գնում է առանձին դասերից հետո Կարապունքի, Ինդեր Ավետիսյանի մոտ, հա, արևս։ Դե ինք արդեն սովորել է, չէ։ Յուրահատուկ տեսք, Վարդուի ջան, յուրահատուկ տեսք, դե համնել հələ չենք փորձենք, ոչինչ։ Ու այդպես է, չէ, հարգելիներս,
ոնց որ հենց այս հոտից դու հագեցած լինես։ Բայց այնքան նուրբ ախամորը, Հա։ որ ինչքան էլ ուտում ես, դες չես։ Հա, շատ լավն է երևում, դեռ չենք փորձել, կփորձենք։ Ինչքան է շուտ է թխվում։ Դու կանգնես ոտքին, անընդհատ չրջես։ Բա, հարգելի հետևորդներ ջան, շատ լավ աննման աղջիկ ունենալը։ Ինչ ասեմ, իմը չի, որ մտածեք գովում եմ, իրան ճանաչողներն էլ գիտեն, ինքը գյուղի հարս է, իրան բոլորը ճանաչում են ու գովալու տեղ ինքը շատ ունի հարգելիներս, այնպես չի, որ մենակ իմն է, ես գովում եմ։ Դե ամենակարևորը թող մենք բոլորս էլ մեր երեխաներին ամենաառաջինը ցանկանում ենք առողջություն եւ իրանց ընտանիքների հետ միշտ լինեն համերաշխ, երջանիկ։ Ես էլ բոլորի նման ծնող, մամա, տատիկ էդ եմ ցանկանում իմ երեխուն։ Նույնն էլ իմ տղային, ճիշտ է, տղաս այս պահին ամուսնացած չի, շուտով կամուսնանա, կապ չունի, որ ինքը տղա է կամ պետքա հարց բերենք, նույնն էլ հարցն է, ուրիշի օջախից գալիս է մեր օջախ, պետք է բնականաբար սիրենք, հարգենք ու ընդունենք մեր աղջկա նման։ Այսքանը հարգելիներս։ Բոլորս էլ ինձ թվում է այդպես ենք մտածում, աղջիկ լինի, թե տղա լինի, կապ չունի։ Տղայի կինն էլ է մերը, աղջիկն էլ է մերը։ Տեսակ, այս համովության վրա ինչ մտքովս անցավ, ինչ զրուցեցի ժողովուրդ ջան։ Յուրահատուկ պերաշկիներ, ժողովուրդ, ես պերաշկի եմ ասում, գիտեմ, որ կարկանդակ է, բայց իմ մանկությունից եկած բանը, թեկուզ երեխա եմ էլի հասկացել ենք պերաշկի, դե հիմա բոլորս այդպես գիտենք, էլ չասենք գրական կարկանդակ, պերաշկի է, ես ասում եմ պերաշկի ժողովուրդ ջան։ Բայց Միլենաս ինձ ընդհատում է ժողովուրդ, ասում է, տատի, պերաշկի չի, պետք է ասես կարկանդակ, Ժողովուրդ ջան, առաջինը ես եմ փորձում։ Տարբերվում է, ես անում եմ սովորական հացի խմորով, պերաշկիները, բայց էսի մի ձևը տարբերվում է, չգիտեմ, համ նուրբ է, համ այսպես ասած հավեսին կծվում է ժողովուրդ ջան, փափուկ։ Իրոք որ շատ լավն է։ Արժի, որ սրանց հետո հենց այս բաղադրատոմսով պատրաստեմ։ Լավ, Միլենա ջան, մնացածը կապրից դուրս կտեմ։ Հարգելի հետևորդներ ջան, մենք վերջացրեցինք արդեն։ Այստեղ մի երկու փոքր էլ մնաց, նայեք Վարդուհիս ջեմա լցրել մեջը, հենց այս ջեմը լցրել է ու այսպես ժարիտ են կարել ժողովուրդ։ Սա էլ դնենք մի կողմ։ Դա երեխաներն էլ տակ-տակ կերան, այսքանն էլ մնաց, սա էլ հեսա ուտեն, չենք էլ հասցնում, այստեղից անում ենք, ընդեղից ուտում են, տակ-տակ։ Տխեցինք, վերջացրեցինք, հիմա էլ ուզում ենք կոֆե խմենք և երևի կոֆեն խմենք ու ավարտենք այսօրվա ոլորակը։ Մի հատ ցույց տամ, տեսեք, ժողովուրդ ջան։ Տեսեք ինչ լավ է ստացվել։ Էսի դնենք մի կողմ, հիմա տանենք, էսը դնենք սուրճի սեղանին, չնայած որ արդեն հագեցել ենք հոտից։ Էսը դնենք, կարող է
Երեխա կուզենան ուտել։ Արամիջան, երկու բաժակնա։ Արի, բարդի ջան։ Հարգելի հետևորդներ ջան, դե ասացի սուրճից հետո ավարտենք այսօրվա հոլովակը, բայց մինչ ավարտելը այսօր գարնան առաջին օրն է, շնորհավորում եմ բոլորիդ գարնան առաջին օրը, թող բոլորիդ օրը իրական կյանքում լինի գարնան նման ծաղկում, գարնան նման կանաչ, ինչ ասել ու ամենալավ բաները ձեզ հարգելի հետևորդներ ջան, դե ձեզ էլ ցանկանում եմ բարի դիտում, մեզ էլ ինչ ասենք, վայելենք այս համով սուրճը, այս համովությունների հետ եւ չենք մոռանում բաժանորդագրվել Արմաշի համին, սեղմենք զանգակոճակը, գրեք մեկնաբանություններ, ցտեսություն բոլորիդ։